Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Փաշինյան, երեկ Ստրասբուրգում ձեր հետ համատեղ ճեպազրույցի ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանի ղեկավար Ռոբերտո Մեծոլան հայտարարեց, որ անցած տարի նոյեմբերին Մոլդովայում բացված գրասենյակը զբաղվելու է նաև Հայաստանի հետ հարաբերություններով։ Կարծում եմ, ինչ այս հայտարարությունը հարցը ձեր հետ մանրամասն քննարկվել է, դուք տեղեկացված եք, ինչ գործառույթներ է իրականացնելու այդ գրասենյակը Հայաստանում կոնկրետ, ինչ նպատակներ ունի, ինչքանով է դա վերաբերելու եկող, այսինքն հունիսին սպասվող խորհրդարանական ընտրություններին ու հաշվի առնելով են, որ վերջերս տեղեկատվություն եղավ, որ Հայաստանը ԵՄ-ից խումբ է խնդրել Ռուսաստանից ենթադրյալ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար։ Եվ հարցիս երկրորդ մասը, որքանով եք դուք հնարավոր համարում մոլդովական սցենարի կրկնությունը Հայաստանում խորհրդարանական ընտրություններից առաջ, հաշվի առնելով, որ վերջերս արտաքին հետախուզական ծառայությունը համապատասխան հայտարարությամբ հանդես եկավ եւ քննչական կոմիտեն բարդ նախաձեռնեց։ Շնորհակալություն։ Ընդհանրապես մենք միշտ առաջնորդվում ենք հայաստանյան եւ հայկական սցենարներով։ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչության գործունեության հետ կապված ես քննարկում չեմ ունեցել, մեր գործընկերները կպարզաբանեն ինչ նկատի ունեն, մենք ըստ այդմ մեր վերաբերմունքը կարտահայտենք։ Մոլդովական սցենարը ինչ է, դե պետք է երկար պարզաբանվի։ Դե հիմա տեսեք, մոլդովական սցենար ասելով դրա համար ամեն մեկը իր ընկալումն ունի Մոլդովայում տեղի ունեցածի վերաբերյալ, ես ասում եմ մենք առաջնորդվում ենք հայաստանյան սցենարներով։ Պարոն վարչապետ, երկու հարց արագ։ Մեկը մեր հանրությանը վերաբերյալ, մյուսը միջազգային կոնտեքստից դուք դժվար տեսածին եք, մենք քաղաքացիներից երբեմն տեսնում ենք բակերում, դպրոցների մոտ մարդիկ ինքնամոռաց ինչ-որ բան են փնտրում տարբեր հատվածներում, որպես կանոն նրանք փնտրում են թմրամիջոցներ, այդ թմրամիջոցները տարածվում են Telegram-ի միջոցով ու տարբեր աղբյուրների, տարածման ֆինանսավորումը բիթքոյնի միջոցով է ու սա շատ դժվար է բացահայտել։ 2018-ից սկսած վիճակագրությունը ցույց է տալիս, ես մինչև 2024 թվերը ունեմ, որ 158%-ով աճ է արձանագրվել, հասկանում եմ Telegram եւ մյուս համակարգերը։ Նախորդ տարի դուք ընդունեցիք ռազմավարություն ու այս առումով պայքարում եք, ես ուզում եմ հասկանալ, թե ինչ արդյունքներ ունենք այս մասով, ունենք արդյոք դրական տեղաշարժ, ինչ ունենք Telegram-ի մասով, որտեղ Telegram-ը շատ փակ է ու չի թողնում, որ ինֆորմացիան դուրս գա ու ձեր գնահատականը իրավաբանների գործողությանը։ Երկրորդ հարցը միջազգային Եվրոպայի խորհրդարանում ձեր ելույթի ժամանակ նշեցիք, որ Հայաստանի ԵՄ-ի մեծացման ճանապարհին այս պայն ամենալուրջ խոչընդոտը Եվրոպական միության եւ Վրաստանի միջև ծառայեցված քաղաքական երկխոսությունն է եւ հույս հայտնեցիք, որ այդ գործընթացը կվերադառնա կառուցողական հունգ։ Արդյոք այս հայտարարությունը փոխկապակցված է ձեր վերջին Թբիլիսյան այցի հետ, վրացական կողմից եղել է խնդրամ կամ հորդոր այս խնդիրը բարձրացնել եվրոպացի գործընկերների մոտ։ Վրացական կողմից խնդրանք կամ հորդոր չի եղել, բայց մյուս կողմից մենք ընդհանուր օրակարգեր ունենք եւ այդ օրակարգերի շուրջ աշխատում ենք եւ իմ մտահոգությունն եմ բարձրաձայնել Եվրոպական խորհրդարանի ամբիոնից, որովհետեւ կարծում եմ, որովհետեւ իսկապես մենք մտահոգված ենք այդ իրավիճակով, որ կա Եվրոպական միության եւ Վրաստանի հարաբերություններում եւ դա մեզ անհանգստացնում է։ Ինչ վերաբերում է, տեսեք, դուք ասում եք 158% աճ է տեղի ունեցել, պետք է արձանագրել, ինչի 158% աճ է արձանագրվել։ Արձանագրվել է բացահայտումների 158% աճ, որովհետև եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա։ Եվ դա ընդհանուր առմամբ խնդրեմ է, դուք տեղյակ եք, որ մենք նաև անվտանգության խորհրդի նիստերում ենք այդ թեմաներով անդրադարձել եւ ռազմավարության հետ կապված հայտնի իրադարձությունները գիտեք եւ մենք անդադ խոսում ենք դրա մասին, բայց պետք է այդ էլ արձանագրենք, որ դա գլոբալ երևույթ է, այնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերցրած իրավիճակ է զարգանում, բայց մյուս կողմից դա մեզ չի հանգստացնում կամ մեզ չի թույլատրում, մենք պետք է հետևականորեն դրա դեմ պայքարենք։ Եվ ուզում եմ ասեմ, օրինակ, դրա դեմ պայքարի ձևերից մեկը 300 դպրոց նախագիծն է, որտեղ կան
խաղահրապարակներ, ֆիզկուլտուրայով, սպորտով ավելի շատ զբաղվելու հնարավորություններ, ֆուտբոլի դաշտերի կառուցում եւ այլն եւ այդպես շարունակ, որպեսզի երիտասարդությունը ավելի շատ ստեղծարար զբաղմունքների վրա կենտրոնանալու հնարավորություն ունենա եւ իհարկե իմ ընկալումը նաեւ այն է, ես ուզում եմ ուղղակի ձեզ ասեմ եւ ես դենց հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների եւ արտադրության վրա, որովհետեւ եթե ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան առնում, ասենք չգիտեմ 0.00 չգիտեմ քանի գրամ, այսինքն եթե պատկերացնենք մի տոննա բան կա, թմրանյութ կա, ինքը բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր պակետների։ Եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, այդ ուշացպար կլինի մեր իրավապահ համակարգը։ Մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին եւ ներկրողներին եւ արտադրողներին։ Իրավապահները չեն տալիս հաղորդագրություններ։ Մեկ տոննա կոկայինով ես գիտեմ, որ գործ ուղարկվում է դատարան եւ դե մեկը բանն է, մեկը Հայաստանի փրկիչ Միհրան Պողոսյանն է, որը հետախուզման մեջ է։ Թող լակա իր կոկայինին տիրություն անի, հետո կտեսնենք Հայաստանին ոնց է տիրություն անում։